Բարև բոլորին, ձեր հետ եմ Աշան։ Մի քանի օր առաջ ես վերադարձնում էի պարապմունքից, մենք պարապմունքը վերջացրել էինք ուշ։ Պարապմունքից հետ գալուց զգացի, որ ինչ-որ մեկը ինձ հետևում էր։ Հենց տեսա, որ ինձ հետևում են, սկսեցի փախնել։ Ասացի գալ տուն։ Եկա տուն եւ այդ ամեն ինչը մոռանալու համար, ցրվելու համար սկսեցի դիտել հեռուստացույց ու ինչ-որ ձև հետևողը մտել էր հեռուստացույցի մեջ։ Ու ինձ ասեց, որ ես վերադառնալու եմ, ես քեզ հանգիստ չեմ թողելու։ Ես չգիտեմ ով է այդ մարդը ու ինչ է կատարվում, բայց այս տեսարվարկը նկարվում է նրա համար, որպեսզի մենք բարձենք, թե ով էր ինձ հետևում եւ ինչի համար։ Եվ այսօր 10-ից գալուց ես գտա այս ծրարը։ Ես վստահ եմ, որ այս ծրարը կապ ունի մի քանի օր առաջվա այդ պատմության հետ։ Եկեք բացենք եւ հասկանանք, թե ինչ է կատարվում, ով է այս ամենը կազմակերպել։ Գնա այս կոորդինատներով, այնտեղ քեզ սպասվում է անակնկալ։ Ու իմացի, ես գիտեմ քո ամեն քայլը։ Չէ, երևի ես գնամ այս կոորդինատներով, որպեսզի բարձեմ քո այս ամենը։ Ինչ, մենք հիմա արդեն ձեր հետ միասին ուղևորվում ենք դեպի այդ վայր։ Մոտավորապես մենք գտանք այդ վայրը ինտերնետով, որտեղ իրոք շատ լարված եմ, շատ վախում եմ։ Հույս ունենանք, որ ամեն ինչ լավ։ Եկեք այստեղ, չգիտեմ այսօր ենք եկել, եղանակն էլ մեր կողմը չի, անքրև է գալիս ու շատ ուժեղ քամի է, անմարդաբնակ, սարսափելի ինչ-որ վայրում ենք, ոչ մեկ չկա, չգիտեմ այսօր ենք եկել, մոտավորապես գնում ենք, ոչ մի տեղ այստեղը նշված չի։ Դե ինչ կոորդինատները մեզ վերեցին, ես չգիտեմ սա ինչ է, շատ հետաքրքիր եւ անհասկանալի ինչ-որ սարքված բան է։ Եկեք իրար եւ հասկանանք, թե ինչ է սպասվում։ Ես արդեն ուզում եմ բարձր, թե ով է այս ամեն ինչը անում։ Զգուշ վարձնանանք, հանկարծ շատ չջարդվի եւ չընկնենք։ Իրենք հանկարծ չգիտեմ սա ինչ է։ Կոորդինատները մեզ բերել են այստեղ, եկեք նայենք, թե ինչ կա այստեղ անսովոր։ Դե պետք է ստելն որտեվ կոորդինատները ստե է։ Իմ լոգոտիպն է։ Չէ, խոցված է, երևի շուտվանից է այստեղ։ Եկեք իջնենք։ Դե ինչ, արդեն եկեք իրաք ինչ-որ նստարանի նստենք եւ հասկանանք, թե սա ինչ է։ Մի բանը, որը կարող եմ հաստատ ասել, իմ լոգոտիպը։ Ման մեր համար է էսի։ Սա հաստատ մեր համար է։ Եկեք այստեղ մի տեղ նստեմ։ Երեխեք իրականում շատ ցուրտ է այստեղ, բայց եկեք արեք նայենք, արդեն շատ հետաքրքիր է։ Ես էլ եմ բլոգեր եւ քեզ օգտագործում եմ, որպեսզի հայտնիանա։ Ոնց։ Եվ իմ ալիքի անունը Wait Show։ Wait Show։ Եկեք եղանակը շատ վատն է, դրա համար եկեք գնանք տուն եւ արդեն ամեն ինչ նայենք։ Քան ինձ օգտագործում են կամ вообще ոնց են օգտագործում, պատկերացնում ես։ Ինչ որ մեկը օգտագործել է, вообще ով է։ Հա, բայց դու պետք է հասկանաք ոնց է օգտագործում։ Ես չեմ կարող սազել, երբ արդեն գնալուտուն, մենք հիմա չենք կարող ակումբել այդ ալիք, որտեղ մենք չգիտենք որտեղ ենք հիմա նույնիսկ գտնվում։ Ոքի այստեղ նայեք էլի։ Ինչ կոորդինատներ են։ Ես վստահ եմ, որ սա պրանկ է, իսկ հիմա վստահ չեմ։ Դե ինչ մենք արդեն տանն ենք եւ եկել է ժամանակը դիտելու այդ ալիքը։ Եթե ճիշտ ասեմ, շատ լարվում եմ, որովհետեւ չգիտեմ ինչ է սպասվում։ Եվ ասեմ, շատ բարդ է այս ամենը հասկանալ, թե ընդհանրապես ինչ է կատարվում։ Ինձ շատ է վարկացնում այն փաստը, որ ինձ օգտագործել են հայտնիանալու համար կամ ուղղակի ոնց են օգտագործել ինձ։ Շատ անհասկանալի է եւ միևնույն ժամանակ շատ վարկացում այդ փաստը։ Հիմա եկեք արդեն ձեր հետ միասին դիտենք եւ տեսնենք թե ինչ է գտնվում այդ ալիքում։ Իսկ Wait Show-ն այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, նշանակում է դիտի show, սպասել show կամ սպասել show։ Կարող է դա ինչ-որ հուշում է, մենք դեռ չգիտենք։ Իրականում ես ամեն ինչ արել եմ նրան, որ քո ուժեցնում է։ Իրականում ես եմ ապրել։ Ուզում եմ քո ուզում կարող քո